Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ստեփան Ասատրյանն է մատուցելու, ով կարգալույծ է եղել։ Գիտեմ, որ Տեր Արամն է անելու պատարակը, ոչ խնդիր չէ, սիրով եկել եմ։ Որտեղից եք եկել, դուք տեղից եք։ Չէ, Արմավիրի մարզից եմ։ Առաքելական եկեղեցու հետևորդ եք, ամեն կիրակի պատարակների եք գնում։ Երբեմն պատահում է, միշտ, ոչ միշտ։ Նիկոլ Փաշինյանը եթե չգար, դուք կգայիք այսօր Հովաննավան։ Չէր բացառում։ Օրինակ նախատեսում եք հաջորդ կիրակի էլ գաք։ Հնարավոր է։ Լավ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տեղի ունեցողը ձեզ չի անհանգստացնում։ Իսկ ինչ է տեղի ունենում։ Ձեզ համար տեսանելի չէ այս խնդիրները, առաքելական եկեղեցու դեմ այս գրոհը։ Առաքելական եկեղեցու դեմ գրոհ չկա, որպես առաքելական եկեղեցու հետևորդ միանշանակ ասում եմ, ես եկել եմ եկեղեցի, եկել եմ պատարակի, եկեղեցու դեմ ոչ մի գրոհ չկա։ Եթե ինչ-որ անձնային բաներ կան, որ մարդիկ եկեղեցին իրենց նույնացնում են իրենց հետ, դա այլ այդ առաքելական եկեղեցու առաջնորդին, մեր վեհափառին, իշխանությունը տարաբնույթ բառերով է բնորոշում, պահանջում է հեռանալ, սա խնդիր չի ձեզ համար, որպես առաքելական եկեղեցու հետևորդ։ Եթե իրականում այսպես ասում, որպես առաքելական եկեղեցու հետևորդ, ինձ համար խնդիր է այնքանով, որ վեհափառը պիտի լինի բոլոր առումներով մարդ, ով հետևում է 10 պատվիրաններին, ով կանոնագրքով համապատասխանում է այդ պաշտոններին, իսկ եթե չի համապատասխանում, ես այդ առումով ուղղակի որպես հետևորդ եկեղեցի է, պատարակ է, եկել եմ, կներեք, մեծ սիրով եկել եմ։ Ձեզ չի հետաքրքրում, որ քահանանով պատարակի մատուցելու կարգալույծ է արված։ Բացառակ, բացարձակ չեմ կարծում, որ կարգալույծ արված մարդը, որը ինքը արդեն իսկ կարգալույծ է, կարող է կարգալույծ անել։ Ո՞վ է կարգալույծ արել կաթողիկոսին։ Կանոնագիրք կա, չէ՞, որով որ որոշակի չափանիշների բոլորս կարող ենք ընտրվել կաթողիկոս։ Դե եթե այդպես է։ Չէ։ Տեսեք, բոլորս չենք կարող կարգալույծ անել, մենք աշխարհական Դե հիմա եթե դա արդեն եկեղեցականների գործն է, իրենք։ Բա հիմա դուք ինչի եք մտնում եկեղեցական գործերին։ Բայց ես չեմ մտնում, դուք ինձ հարց տվեցիք։ Մեկ կարգալույծ եղած է, ով է կարգալույց հռչակել։ Ամենայն հայոց կաթողիկոսի Մեկ վարքյան։ Կներեք, ինչպես է ձեր անունը։ Մերի ջան, մարդը հարց տվեց, ասեց ձեզ հետաքրքրում է, որ կարգալույծ արված մարդն է անում, ասում եմ ոչ, որովհետև եթե այդ տեսանկյունից նայենք, ապա մարդը, ով կանոնագրքի չափանիշներին չի համապատասխանում եւ ինքն արդեն կաթողիկոս է, իմ կարծիքով նրա դուք ունեք փաստեր, թե ուղղակի հետևում եք Նիկոլ Փաշինյանի Facebook-յան լայվերին եւ այդպես եք համարում, որ կաթողիկոսը խախտել է ինչ-որ կանոններ։ Ունեք փաստեր։ Իսկ դուք ունեք փաստեր, որ Տեր Արամը կարգալույծ է արված եւ ինչի համար։ Մայրաթորը հրապարակել է թորը նրան շնորհել։ Ձեզ համար այսպես հայտարարություններ են եղել, որը Մայրաթորը չի հերքել, դա ես համարում եմ փաստ։ Ներողություն, տեսեք, այդ տարածված հայտարարության մեջ Մայրաթորի կողմից նշված է, որ Ստեփան Ասատրյանը զեղչել է կամայականորեն պատարակների ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ինչպես նաեւ թեմակալ առաջնորդի, ով այս պահին կալանավորված է։ Եվ Ստեփան Ասատրյանը մեզ հետ զրույցում չի հերքել, այո, նաև հաստատել է, որ թեմի առաջնորդի Մկրտիչ Սրբազանի անունը զեղչել է, քանի որ ինքը խնդիրներ ունի։ Հիմա դուք ասում եք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, պարբերաբար պատարակների եք մասնակցում, բայց ոնց եղավ, որ ինքը կարող է կամայականորեն զեղչել պատարակին հոգևոր թեմի առաջնորդի անունը ու դա նորմալ է եւ դուք հիմա ձեզ համար ընդունելի է ինչ որ մակարդակի խոսակցությունները։ Հիմա դուք ինձ տալիս եք մի հարց, որը որ ես ինչպես էլ մեկնաբանեմ, կարող եք պատասխանել, որ ինչու եմ խառնվում եկեղեցու գործերին։ Հիմա սա, ինչը դուք ասացիք, եկեղեցու գործերին խառնվել է։ Ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եկել եմ պատարակի, մեծ սիրով եկել եմ, թե իրենք ներսում ով ում անունն է զեղչում, ով ինչ է մտածում, բացարձակ ինձ չի հետաքրքրում։ Եթե Նիկոլ Փաշինյանը որոշի գրոհել վեհարանի վրա, ինչը նա չի
բացառել եւ ասել է, որ այդպես լինելու է, միանալու եք նրան, որպես առաքելական եկեղեցու հետևորդ։ Հարգելիս, դուք արդեն երկրորդ անգամ շեշտեցիք գրոհել հայ առաքելական եկեղեցու վրա։ Ես համաձայն չեմ ձեր այս ձևակերպման հետ։ Ինչի անում, բա իշխանությունը ձեր կարծիքով, եթե չի գրոհում, ինչ է անում։ Իշխանությունը ուղղակի մարդկանց, այսպես ասեմ, փորձում է առերեսել դառը իրականության հետ, դառը ճշմարտության հետ, որը որ շատերը այսպես թե այնպես ինչ որ մի առումով քաղաքացի են, ես օրինակ այսպես ասեմ, շատ հաճախ տուրիստական ուղղություններով գնում եմ եկեղեցիներ, պատահել է, որ ոչ շաբաթ-կիրակի է եղել եւ տեսել եմ եկեղեցում Տեր հայրը շորերը հանած գարեջուր խմելիս է եղել։ Հիմա ինչ ես հետ դառնամ այդ եկեղեցուց։ Օրինակ տեսել։ Չէ, դա եկեղեցու գործն է, դա ի վերջո իրանք ունեն ինչ որ գործառույթ։ Տեսեք, հիմա ժողովուրդն էլ ասում է, եթե այդպես է, մենք դառը իրականությանը արդեն առերեսվել ենք, այս իշխանությունը հանձնել է Արցախը, տալիս է Սյունիքը, մեզ համար անվտանգային խնդիրներ է ստեղծել բազմաթիվ 5000-ից ավելի ժողովուրդն է ասում։ Մարդիկ են ասում, ձեր մեր նման քաղաքացիները, ես չեմ կարող իմ կարծիքը ձեզ ասել, ես այդպիսի ինչու չի հեռանում այդ դեպքում իշխանությունը։ Ես այդպիսի բան